Ողջույն սիրելի ընկերներ, մեր այսօրվա հյուրը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս եւ մի շարք մրցույթների դափնեկիր Հարություն Չքոլյանն է։ Ողջույն Հարութ ջան։ Բարև ձեզ։ Հարութ ջան, ոնց ես, ինչ նորություններ կա։ Քո մոտ տենում եմ Instagram-ում ինչ որ լավ եմ, շնորհակալ եմ, դուք ոնց եք։ Միջազգային համերգներից ունենում ես կտորներ։ Պատմի, ինչ նորություն կա, ինչով ես զբաղվում, ոնց է դասախոսությունը անցնում։ Իհարկե շատ նորություններ կան, սպասվում են այս տարում, հուսով ենք, եւ դասերը շատ լավ, ինչպես միշտ, մարտական եւ այո, ընթացքում խոսենք ավելի մանրամասն, խոսենք նորությունների մասին։ Կարճ կներկայացնես այն խմբերը կամ նվագախմբերը, որտեղ որ նվագել ես, քանի որ մենք տեսնում ենք, որ դու շատ գեղեցիկ խմբերի հետ ես նվագում։ Ethno Colors-ը հանած։ Ethno Colors։ Լավ, Ethno Colors-ը գիտենք արդեն, չէ՞։ Հիմա փորձեմ մյուս նվագախմբերը երևի ասեմ։ Խմբերի եւ նվագախմբերի հետ իմ համագործակցությունը շատ է, բայց կուզենամ ավելի շատ նվագախմբերը շեշտեմ, որոնք որ ավելի մեծ ճանաչում ունեն աշխարհով մեկ։ Իհարկե բազմաթիվ պրոյեկտներ, բազմաթիվ երաժիշտների հետ համագործակցել եմ, բայց կուզենայի այս մի քանիսը նշել, որոնք որ իրոք կարևոր են եւ իմ համար եւ ընդհանրապես հայտնի են ամբողջ աշխարհով։ Ես իհարկե կուզենայի առաջինը նշել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որոնց հետ որ շատ ելույթներ եմ ունեցել, նաև ուզում եմ նշել Բորնմութի սիմֆոնիկ նվագախումբը, Անգլիա, այստեղ ունենք Deutsche National Theater, Գերմանիա, Stadtkapelle Weimar, սիմֆոնիկ նվագախումբը Գերմանիա, Շչեցինի ֆիլհարմոնիկ նվագախումբը Լեհաստան, iCulture Orchestra, որտեղ որ տարբեր երկրներից հրավիրված երաժիշտներ կային, որոնցից որ մեկը ես էի, եւ մենք միացանք եւ համերգներ ունեցանք տարբեր եվրոպական երկրներում, այստեղ կարող եմ նշել Ուկրաինայի ազգային ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը, Յակուտիայի օպերայի եւ բալետի թատրոնի նվագախումբը, այո, այդքան հեռու եմ գնացել Յակուտիա, այստեղ Խարկովի երիտասարդական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը եւ այդպես։ Ուղղակի սա ուզեցա նշեմ ամենակարևորներից, աշխարհով մեկ հայտնի նվագախմբերից։ Ես այսօր հենց հիշել էի, որ երբ որ մենք ես ու քույրս հրավիրված էինք համերգի, որտեղ դու էիր նվագում, կարծեմ հենց մենակատարներից էր Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան։ Այո։ Ես դիրիժորյանն չեմ հիշում, բայց ես շատ տպավորված էի ձեր համերգով, քանի որ դիտումա Տերտերյան ներկայացնելը բավականին բարդ է, որովհետև պետքա հասկանաս, լսես ամենացածր նոտաները, նաև հասկանաս։ Մի փոքր կխնդրեմ նաև ներկայացնես հեշտա աշխատանքը հայկական մշակույթը ներկայացնել օտարազգի ներկայացուցիչի հետ։ Ասեմ, որ այդ համերգին դիրիժորն էր Կիրիլ Կարաբիցը, ուկրաինացի աշխարհահռչակ դիրիժոր, որը որ շատ է սիրում Տերտերյանի ստեղծագործությունները, ասեմ, որ Ավետ Տերտերյանի իմ ամենասիրելի կոմպոզիտորներից մեկն է։ Մենք կատարեցինք համար 3 սիմֆոնիան, որը որ Ավետ Տերտերյանը գրել է դուդուկի եւ զուռնայի համար։ Նաեւ մի քանի ուրիշ կոմպոզիտորների կարող եմ նաեւ նշել, վերջերս անցած տարի Դինուս Կուրբանովը, Միխայել Բրոները, ովքեր որ հատուկ երաժշտություն գրեցին դուդուկի եւ զուռնայի համար եւ նվագախմբի եւ ես դառա առաջի այդ ստեղծագործությունների կատարողը։ Այսինքն Ավետ Տերտերյանի գրածը դա մի շքեղ փայլուն ստեղծագործություն է, այս սիմֆոնիան համար 3-ը, որը որ ես երկրորդն եմ սիրում։ Այո, տարիներ շարունակ բոլորը լսում են, բոլորը, չգիտեմ, փշաքաղվում են այդ սիմֆոնիայով, բայց նաև ուզում եմ ասեմ, որ կա նոր կոմպոզիտորներ, որոնք որ փորձում են եւ գրում են երաժշտություն դուդուկի եւ զուռնայի համար, որը որ ողջունելի է։ Ես որ տանում եմ ինձ ծանոթ մարդ է,
նվագում սիմֆոնիկ կամ ֆիլհարմոնիկ կամ միջազգային մեծ դահլիճներում բոլորին ցույց եմ տալիս, տեսեք ճանաչում գիտեմ կամ չգիտեմ իրար հետ չգիտեմ կլիպն եմ նկարել իրենց այդ բա շատ ասենց ուրախալի է իմ համար, չգիտեմ ուրիշների համար ոնց է, բայց որ հայը ինչ որ միտեղ կարող է ներկայացնել հայկական մշակույթը ուրիշ ազգերի հետ նամանավանդ երբ որ ճանաչում եմ այդ հային շատ ավելի հետաքրքիր ու ուրախ եմ դրա համար այնց որ քեզ էլ մերսի որ միջազգային տարբեր փառատոներին կամ տարբեր բեմերին ներկայացնում ես այն ինչ որ հայկական է ու մենք էլ կարանք դրանով գլուխ կովանք մերսի շատ Ես կարծում եմ որ իրոք մեր պարկն է եթե հնարավորություն կա եթե Աստված տվել է այդ շնորհքը ամեն մեկս մեր մասնագիտությամբ հա պետք է այդ ամենը անենք մեր ազգի Հայաստանի համար Ես մի հատ հարց ունեի ուզում եի հասկանայի ավելի շատ փողային գործիքներից որն ես դու սիրում հենց քո նվագելու համար դուդուկ զուրնա պկու ես Հետո Լևոնը կասի որ ինքը չի սիրում զուրնա Ես չէ մի անգամից կարամ ասեմ բայց այդ երկար եմ մտածել ես ամենաշատը սիրում եմ պկուն որովհետև իր ձենը ամենալավն է գալիս կպնում ինձ Իսկ դու ասա գարմի մեջ մենք պկու ենք նվագում թե զուրնա ինձ մի բան թվացել է պկու եք չէ մեկ ալում ես զուրնա եմ նվագում բայց Լևոն ջան հետաքրքիր է ուղղակի որ Զուրնան չէ սիրում, բայց պկուն սիրում ես։ Ձայնագրության մեջ կարծեմ Գագիկն է նվագել, չէ, հաստատ Գագիկն է նվագել, բայց չեմ հիշում պկու է նվագել թե զուրնը։ Ես չեմ հիշում, բայց ես պկու եմ նվագում համերգների ժամանակ։ Ես դե չեմ կարա տենց մասնագիտական բացատրեմ, բայց ինձ թվում է զուրնայի ձայնը մի քիչ ավելի բարակ բան ունի իր մեջ, պկուն հակառակը։ Ինձ թվում է որ կարա այդ լինի, բայց վերջերս համել հասկացել եմ որ կան երգեր ու երաժշտություններ, որտեղ որ զուրնան սիրում եմ, որտեղ այդ չգիտեմ ուղղակի երաժշտական ոնց բացատրեմ։ Նվագողից է Լևոն։ Կարա նվագողից է լինի։ Իմ զուրնա նվագելը դու սիրում ես։ Կարա նվագողից է լինի, բայց ասեմ ինչը չեմ սիրում։ Կա երաժշտություններ, որտեղ որ տպավորությունը որ զուրնայով ոնց որ կլկլացնեն։ Հա հասկացա լավ ինչ եմ ասում։ Որ մի քիչ ավելի sense երկար է գնում այդ կտորները զուրնայի։ Ինքը մի քիչ ուրիշ ձև է լինում։ Ինձ թվում է ուղղակի Լևոն ջան նվագելա ոճը երևի չես սիրում կարող է մի քիչ կան որ նվագում են երաժիշտները ավելի տանում է ուրիշ կողմ հա այսինքն ավելի արևելք հա ասեմ կամ այդ ինչ այդ երկրի անունը չեմ ուզում տամ կամ մի քիչ ուրիշ կողմ հա թուրքական հա լավ այդպես ասենք մենք խոսք ենք տվել որ մեր եթերում ամեն ինչ ասելու ենք անկեղծ ենք Լևոնը ասեց էլի հա երևի տանում է այդ կողմ դրա համար դու չես իմ կարծիքով սիրում իսկ դու սիրում ես երևի որ նվագում են հայկական զուրնա այդ հենց այդ է ասում որ մասնագիտական չեմ կարա բացատրեմ երաժիշտների ձևով չեմ կարա բացատրեմ բայց շատ երկար ժամանակ չեմ սիրել միջև ինչ որ երգերի մեջ այն որ լսում ես նամանավանդ երբ որ ինքը ասես չգիտեմ թմբուկով կամ ինչ որ կոպալով իրար հետ է լինում շատ ավելի էմոցիոնալ է լինում այդ պահին կարող է չհասկանամ պկույա թե զուրնա երբ որ լավ են նվագում բայց եթե լավ չեն նվագում հասկանում եմ պկույա զուրնա այդ ամենակարևորն է ավելի դուրս գալիս Պկուն դու այդ ճիշտ հետաքրքիր բան ասեցիր որ զուրնայի ձայնը ավելի տենց ինքը ճչան հա ասա իսկ պկուն մի քիչ ավելի համեմատաբար փափուկ երևի այդ փափկությունն է այսինքն այդ տեմբրի ձայնի ու պլյուս մի քիչ փափկություն էտա քեզ դու դա հետաքրքիր թեմա տվեցի որ կոնսերվատորիայում կարան նոր դուդուկի հետ կապված Լևոն դուդուկի հետ կապված իմ ստուդիան երևի ամենաշատ սուս դու սիրում ես չէ դուդու հա ես սիրում Լևոն ես զուրնալ եմ սիրում իմ ստուդիան հետ Ջիվան Գասպանի արձանի դիմաց է մտածում եք ես ոնց պիտի բացատրեմ ստուդիայի տեղ չէ բայց դուդուկն էլ իրականում մարդկա որ նվագում է սիրում ես մարդկա չէ դուդուկը իմ ամենասիրած գործիքն է իրոք ես լինելով փողային գործիքների հայկական փողային գործիքների կատարող հա փայտափողային զուրնան բլուլը պկուն շվին թավ շվին բոլոր գործիքները նվագելով բայց պետք է անկեղծանալ որ դուդուկը իմ համար ուրիշ է դուդուկի ձայնը դուդուկի տեմբրը դուդուկի առանձնահատկությունը իմ կարծիքով նրանում է որ հասարակ բան ասեմ օրինակ բերեմ չէ հիմա համակարգչային տարբեր ծրագրերով լինում է չէ կրկնօրինակեն ինչ որ գործիքների շատ գործիքների ձայներ բայց դուդուկեն եզակի ու շատ քիչ գործիքներից մեկն է որ իրոք չի լինում այդ համակարգչային այդ ծրագրերով չի լինում նմանակել ավելի ճիշտ լինում է ուղղակի ընդհանրապես նման չի ոնց որ ռոբոտային ինչ որ անդուր ինչ որ բան լինի բայց երբ դուդուկը նվագում է ու երբ նվագում է հայը կոնկրետ սա ուզում եմ նշել այս փաստը երբ հայն է դուդուկը նվագում
իր շրթունքների դրվածքը, իր մատերի, իր զգացողությունը, իր այո, այդ լրի ուրիշ պատմություն է։ Շեշտ է։ Քավարցիներ։ Այո։ Քավարցիների մարզով հավաքվել ենք։ Բայց մի հատ եմ բան նկատել, որ դուդուկը երբ որ լսում ես կենթանի կատարմամբ լրիվ ուրիշ է, ձայնագրությունով լրիվ ուրիշ է։ Իսկ ի՞նչն է օրինակ տարբերությունը, Լևոն, ինչ ես կարող եմ իհարկե եկավ ես բարել ես կարող։ Կարամ ասեմ, համերգի ժամանակ երբ որ լսում ես, անկախ նրանից թե միկրոֆոնով ես, չէ՞, նվագում համերգի ժամանակ էլ որ ամբողջ դահլիճը լսի։ Դե եթե ասենք դահլիճը կարող մեծ ես օգտվում եմ առավելությունից, որ ես նկարում եմ ու այդ բային կողքում եմ լինում ուրիշ ձև եմ լսում, բայց դուդուկի ձայնը ավելի լայն եմ լսում, երբ որ կենթանի կատարում է լինում կողս տպավորությունը ոնց որ չգիտեմ sense 91 լինի էլի ձեն չգիտեմ sense Dolby Digital լինի երբ որ ձայնագրությունով ես լսում մի տեսակ իր մեջ պակաս բան կա ընդհանրապես պետքա հակառակը լինի այսինքն ոչ թե հակառակը լինի ինչ նկատի ունեմ որ sense ասեմ չհասկացողը հա կամ մի քիչ ուրիշ ձև նկատողը կասի որ միկրոֆոնով ավելի էֆեկտները լավ է ավելի հարուստ է հնչում բայց դու Լեոն ջան շատ ճիշտ բան ասացի ես եմ քո հետ համաձայն որովհետեւ բնականից լավ դու չես կարող ինչ միկրոֆոնը լինի աշխարհի ամենաթանկ ամենահա միկրոֆոնը կամ ինչ որ էֆեկտներ լինի բայց եթե բնական դու կանգնած երաշտի կողքը լսում ես իր կատարումը այդ դրանից ավելի Դա ամեն մեկը ուղղակի չի կարա էլի հա այդ դրանից ավելի լավ առավելությունները ունեմ իրոք չի կարա լինի ձեր համերգի ժամանակ էլ վերջի երբ որ նկարում էի ձեզ այդ ժամանակ էլ շեփորն էլ էր քո կողքը նվագում բայց շեփորը այդ նույն ձևի չես կամ լսես ոնց որ դուդուկը կարող է նախասիրություններից է գալիս շեփորն էլ եմ շատ սիրում ես շատ եմ սիրում հա ես էլ եթե ձեր երգերի մեջ չլներ շեփոր ինչ որ մի բան հաստատ պակաս կլիներ ես չէի մտածի որ հայկականի մեջ կարա լինի շեփոր համաձայն երկերի մեջ որ զուրնան ու շեփորն իրար հետ են նվագում որտեղ շեփոր դուդուկ շեփոր ասենք այդ հավատալիքական ձեռագիր է բայց իմ համար դա լիարժեք է չգիտեմ իրար լրացնող ասենց ասենք Քալերսյանը հա իրար լրացնող հա ես մի հատ ուզում եի ձեր հետ խոսել ես ինչի բլուր չեք նվագում ձեր երգերի մեջ նվագում չեմ լսել Երևի Գարմի ժամանակ է մենակ։ Գարմի ժամանակ մեկ էլ արի չէ, որներ, սուս Գարմին մեկ էլ բան եմ։ Սա ուրիշ բենդի է։ Արի երթանք։ Հա, արի, հա ինքը այդ արի։ Հա, արի երթանքը շատ եմ սիրում, բայց մեջի բլուրը չեմ լսել։ Գարմին, հա, այդ դրանց մեջ ես նվագում եմ։ Բլուր գուցիկը, բայց կարանք Հա, ճիշտ է, արի երթանքի սկիզբը եւ Գարմի սոլոն։ Չէ, սոլոն չէ։ Գարմի, մենակ Գարմի ժամանակ եմ լսել բլուր։ Սոլոն շատ եմ սիրում։ Առաջ ես շվի հետ մտածում էի շվի է, չէի բանանում ձենը տարբերում։ Միշտ իմացա որ կա բլուր, տենց իմ համար դեռավ շատ սիրուն գործիք։ Հարուստ է։ Իսկ մի հատ հարց եմ ուզում տամ սերնդի մասին, օրինակ հիմա է ավելի հետաքրքրությունը երիտասարդների, աշակերտների, ուսանողների մոտ դուդուկի հանդեպ, ես գիտեմ, որ դու շատ աշակերտներ ունես, որոնց նաև ճանաչում ենք։ Հիմա է ավելի շատ հետաքրքրությունը, թե օրինակ մոտ մի 10 տարի առաջ, որտեվ 5 տարի առաջվա համեմատել մենք ունենք մեծ փոփոխություն։ Ես կարծում եմ միշտ այդ հետաքրքրությունը եղել է, բայց հուսով եմ եւ ուզում եմ հավատամ, որ հիմա։ Հա։ Ավելի շատ հիմա։ Ես էլ ուրախ եմ, որ այս գլոբալիստական շրջանում ազգային գործիքը այո ոնց է ոդկասթի ժամանակ Անին էի հարցնում Գինոսյան բարերի հետ կապված թե հիմա է ավելի շատ պոպուլարությունը բարերի թե առաջ Անին էլ էր ասում որ հիմա սկսել են ավելի շատ սիրել հայկական բարերը հայկական երաժշտությունն էլ են հիմա դե եթե խմբերն էլ ուսումնասիրենք հիմա ավելի շատ քիչ գլուխով եմ եւ ասեմ էթնոքալերսից հետո ինձ թվում է ավելի շատացան ազգայինով հետաքրքրված բենդերը այո քան օրինակ 5-6 տարի առաջ էր չէ լավ 5-6 տարի առաջ չէ ավելի շատ ասեմ 10-15 տարի առաջ էր որտեղ ունեցել ենք հայկականը մի քիչ այն չէր այսինքն այն մարդիկ որ ներկայացնում են հայկական նախ շատ քիչ էին երկրորդն էլ իրանք նաև որակով էին շատ ներկայացնում որտեղ մենք վարպետներ ունենք բայց իրանք ինչ որ հազվադեպ տեղերում կարայր դու իրանց տնայր կամ մեծ համերգներին մենակ կարայր տնայր կենցաղային չէին հա էթնոքալերսից հետո ու էթնոքալերսի պես նաև էլի բենդերից հետո ուղղակի շեշտենք որ էթնոքալերսը երևի առաջիններից էր ավելի հասանելի դառավ մարդկանց կաթիլը մենք հա ես իմ փորձով եմ բայց ռոքեր կա
իմ փորձով էլ ասեմ, ես դասավանդում եմ բացի կոնսերվատորիան, նաև ունեմ մասնավոր աշակերտներ։ Եվ ոչ միայն Հայաստանում, այսինքն Հայաստանից դուրս ու վերջի 10-15 տարում, այսպես ասեմ, մի քիչ գլոբալ, վերջի 10-15 տարում այդ շարժը, այդ ավելի ցանկությունը օտարերկրյա երաժիշտների մոտ սովորել հայկական գործիքները, փողային գործիքները ավելի շատ է։ Ես հաշվի պատրաստել եի, որ թե լավ էր պատասխանը։ Մենք գալիս ենք այդ հարցին, որ այս աշակերտներ ունեմ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այսինքն սա պատահական չի։ Իհարկե ոչ միայն ինձանով է, բայց իմ օրինակով ես բերում եմ, որ դա շատ լավ է, որ ուզում են սովորեն եւ գալիս են, իրոք գալիս են այդ երաժիշտները, կարող է լինի դաշնակահար, կարող է լինի ջութակահար կամ լինի, չգիտեմ, սաքսոֆոնահար, ֆլեյտա, իրենք գալիս են ու իրանց միավորում է այդ դուդուկ սովորելու միտքը։ Մի շաբաթ, 10 օր, 2 շաբաթ, մի ամիս կարող են իրանք, ասենք, մնալ, ստեղ ապրել ու մի հատ հետաքրքիր բան ասեմ, որ բացի որ իրանք ուզում են սովորեն դուդուկ, նաև ուզում են հասկանան հայրը ոնց են ապրում։ Էդ էլ է շատ կարևոր։ Օնլայն սովորելը ավելի դժվար չի։ Ուզում են տեսնել հայրը ընդհանրապես ոնց են ապրում, իրենց կենցաղը, այս զգացողությունը, որտեղ իրանք էլ են հասկանում, որ հայ նման դուդուկ նվագող կարելի ասել չկա։ Հայ նվագած դուդուկը տարբերվում է։ Եվ ուզում են գան Հայաստան, ուզում են խմեն հայկական ջուրը, ուզում են շնչել հայկական օդը, որպեսզի կարողանան այդ էմոցիաները։ Հա, ինչի՞ չէ, այո, գան մաքուր օդ շնչեն, գնան Սևան, այդ ամեն ինչը իրոք այդ ամեն ինչը կապ ունի։ Դες մենք խոսում ենք, բայց այդ ամեն ինչը իրոք կապ ունի։ Դրա համար ես ասում եմ, այն երաժիշտը հայը, ով որ ծնվել է Հայաստանում, ապրել է Հայաստանում, խմել է մեր ջուրը, օդը, ծիրանն ա կերել, հա, վերջի այդ միտքը պատահական չի։ Ինքը կարողանում է նվագել դուդուկը ուրիշ ձև։ Ես էլ եմ մտածում, որ դուդուկը բոլորը մենակ Հայաստանով են ճանաչում։ Վերջո վարպետները Հայաստանից են հենց։ Այո, Դուդուկի ամենամեծ միջազգային երևի չկա, չէ՞, որ ինչ որ այլազգի, որ այնքան անուն ունի կամ այնքան պոպուլյար է, ինչքան։ Ես գիտեմ, որ շատ գեղեցիկ նվագում է, լսել եմ Լուին Լադանիվայի։ Հա, Լուին ես իմ մոտ էլ, հա, այսպես ասեմ, ինձ դիմել է, մենք գործիքների ինտերման հարցում իրան օգնել եմ, ուրիշ հարցերով իրան օգնել եմ, կան, բացի Լուին էլի կան, բայց դուդուկի լավագույն վարպետները Հայաստանում են, Հայաստանից են եղել եւ Հայաստանում են։ Իսկ եթե մի գործիք սովորում ես նվագել, մյուս գործիքները փողային, էլի հեշտ է լինում նվագելը, թե պետքա ամեն մեկը իր յուրովի մոտեցումը ձևը կամ չգիտեմ շնչելու փչելու ձևը։ Ընդհանրապես յուրաքանչյուր գործիք Լևոն ջան իր առանձնահատկությունն ունի, թե ասենք ձայնի արտաբերման, հա, ձևը, ինչպես շրթունքները դնես, որ պկուն ուրիշ ձև, պետքա դնես շրթունքները, դուդուկը ուրիշ, զորնան ուրիշ։ Այսինքն թվում է, թե հա նույն շարժումներն է արվում, հա, չհասկացողը կարող մտածի նույն շարժումներն է, նույն բանն է, բայց նույն բանը չի, որտեղ ամեն գործիք իր յուրօրինակ տեխնիկան ունի նվագելու։ Բայց նաև կարող եմ ասել, օրինակ հիմնականում դուդուկահարները նաև նվագում են զուռնա, նաև նվագում են պկու, շվիահարները նվագում են բլուլ, օրինակ։ Այսինքն այս կապն էլ կա։ Այսինքն ինչ որ գործիքներ կան, որ մեկը շատ մոտիկ են իրար, ուզելու ուզելու դեպքում կարաս անես։ Թե մոտիկ են, թե հեռու են, կարող եմ սենց ասեմ։ Ես ես վերջում իմացա կներես, որ դուդուկի նույնիսկ տարբեր տեսակներ կան, նոտաներով կան, չէ՞, կարծեմ, որ ամեն մի դուդուկը մի նոտայի համար է, եթե չեմ սխալվում։ Չէ, այնտեղ կան տարբեր լարվածքի գործիքներ, լա դուդուկ, սի բեմոլ, դո, ռե դուդուկ, պիկոլո, այսինքն ֆա դուդուկ, սոլ դուդուկ, բաս դուդուկ, այդ գործիքները ուղղակի մեր նվագները։ Այն չէ, ոսս գալիս են գործիքները։ Ուրեմն այդտոք հալրսում ասեմ, մեր Սուսանան ընդհանրապես ոչի բան չի վերցնում, հեռախոսը վերցնում բարձանում է բեմ, հա, դետալները ամեն մեկը իր գործիքը, մի հատ գործիքը վերցնում բարձանում է բեմ, ասա Սուժան, ես ուրեմն բարձրանում է չեմադանով 4 հատ գործիք էս մատերի սարանքում, 5 հատ գործիք էս։
մատերի սարքում ուսս բարձրանում եմ հիմա։ Հարութ մի հատ հարց եմ ուզում տամ, իմ համար միշտ հետաքրքիր է եղել, բայց միշտ քննարկումները եղել է մեր մեջ կոպիտ ասած առօրյա խոսակցական է եղել, բայց կուզենամ որ մեր լսողն էլ իմանա դասականի ու դուդուկի համադրությունը ոնց է ստացվում, ըստ իս երևի ամենագեղեցիկներից է, դու ոնց ես կարծում, բարդ է թե չէ։ Դե բարդ դա երևի կախված է երաշտից, եթե ինչ որ երաշտի դիմաց զնում են ինքը կարողանում է դա նվագել, երևի բարդ չի, բայց շատերի մոտ բարդ է, բայց ընդհանուր այդ կապը ասեմ, ինձ շատ է դուր գալիս, այսինքն ես այս մի քիչ առաջ որ ասեցի այդ նվագախմբերը իրենց հետ նվագել եմ Տերտերյանի սիմֆոնիան համար 3, որը որ ասեցի, նաև այնտեղ նվագել եմ Արամ Սաթյանի ստեղծագործությունները գրված դուդուկի համար եւ նվագախմբի համար նվագել եմ Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները, Հենրիկ Անասյանի դուդուկի կոնցերտը, այսինքն դուդուկի եւ դասականի համադրությունը կարծում եմ իրոք որ ստացված է եւ ստացվում է։ Այո, եւ այն կոմպոզիտորները Դինիս Կուրբանովը եւ Միխայել Բրոները, ովքեր որ գրել էին հատուկ դուդուկ եզուրնայի համար ստեղծագործություններ, որոնց որ առաջի կատարողը ես էի, նաեւ էսա շարունակությունը, այսինքն շարունակվում է դա, եւ այդ շատ լավ է, որ օտար երկրյա կոմպոզիտորները ուզում են ինչ որ նորություն անեն դուդուկ գործիքի համար, ինչ որ նոր երաժշտություն, այո, այդ ամենակարևորն, այսինքն ինչը որ ունենք, բայց պետք է ինչ որ նոր բաներ, չէ՞, գրվի, որ առաջընթաց լինի, թե չէ նույն տեղում տենց անթափ։ Այլ ազգիները երևի մի քիչ ավելի ուրիշ ձև են լսում դուդուկը, քան մենք։ Բնականաբար ու նաև էս էլ կուզենամ նշեմ, որ շատ ա եղել, որ գնացել եմ կոնկրետ բացի համերգը եվրոպական երկրներում գնացել եմ հենց master class անելու, հա, այսպես, այսինքն վարպետաց դասեր, հա, այսպես ասեմ, անելու եւ խոսելու հայկական ժողովրդական գործիքների մասին փողային։ Եվ իրանց շատ հետաքրքիր է։ Այսինքն միշտ հարցեր են տալիս, այդ ոնց է լինում, որ այդ վիբրացիաները ինչպես է լինում, մատերի կիսամատերը ոնց է նվագում, միշտ հարցնում են։ Իսկ ինչի է դա արվում, որ իրանք պատկերացնեն գործիքի դիապազոնը, պատկերացնեն գործիքի հնարավորությունը եւ հետագայում ինչ-որ մի բան գրեն այդ գործիքի համար։ Այսինքն արվում է դրա համար, որ լինեն նորություններ։ Դե մենք ոնց է, ասենք շեփորը էթնո երգերի մեջ շատ հետաքրքիր է, նույնն էլ ինչ-որ մարդու համար դուդուկը ինչ-որ սիմֆոնիայի մեջ կարա շատ ավելի հետաքրքիր լինի, ինչ-որ համեմունքի պես լրացնի ու լրիվ փոխի էմոցիաները, նույնիսկ դուդուկով ինձ թվում է չես կարա ինչ որ էմոցիաներ կա, որ ուրիշ գործիքով չես կարա փոխանցես, այդ կարա մենակ դուդուկը անի ու վերջ։ Ինձ թվում է դրա համար լիքը ուրիշ երկրի կոմպոզիտորներ փորձում են դուդուկը հիմա իրենց երաժշտությունների մեջ մտցնել։ Օգտագործել, այո, իրենց համար հետաքրքիր է։ Թափ չէ, ինչ որ բան կա։ Իրական դուդուկ ավելի շատ եմ տենում, քան զուռնա, կարող է ասեմ քիչ լսում կամ կարող է քիչ է։ Դուդուկը ավելի առաջ է այդ առումով։ Իսկ դու կլարնետ ես նվագում։ Այո, ես ասեմ, որ սովորել եմ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցում եւ դուդուկի եւ կլարնետի դասարանը զուգահեռ։ Այսինքն ասեմ, որ կլարնետը մի տարի շուտ, կլարնետը 11 տարեկան է, դուդուկը 12 տարեկան։ Իսկ կլարնետը սիրում ես, թե նվագում ես։ Չէ, իհարկե սիրում եմ, այսինքն ես 7 տարի սովորել եմ կլարնետ, դասական դպրոց եմ անցել եւ իհարկե շատ եմ սիրում։ Ես երբ մենակ մի հատ գործիք կա, որ չեմ սիրում, կլարնետն է։ Դասական լսի, ես սիրել եմ դասական արագիլ երգով։ Բայց բանը հետաքրքիր, հա, չէ, այդ ճաշակի կարամ ասեմ, չէ, համ նու ճաշակի հարցը խոսքը այդ չի, բայց ցանկացած մարդ, երբ որ նվագում է կլարնետ, առաջի բանը որ մտքից գալիս է, երբ որ փոքր էինք, ինչ որ դիսկեր կային, չէ, ինչ որ ռաբիս, քյարթու, համերներ։ Այդ ուղակի երևի ռեստորանային համարներ է հիշում։ Չէ, դե կլարնետը իհարկե մենակ այդ չի։ Հիմա երբ լսում եմ, ավտոմատ առաջին այդ մտքից գալիս, հիշում եմ։
մի հատ բան ասեմ, Տարիքի հետ ես էլ ամենասիրածս գործիքն է եղել, բայց Տարիքի հետ երբ որ հասկացա, որ կլարնետի ձայնը շատ ավելի նուրբ է, դասականի մեջ է լրիվ այլ է, իրականում կան չասեմ վարպետներ, ովքեր որ նվագում են ռեստորաններում, հարսանիքների կամ ինչ-որ առիթների ժամանակ, ու էլի շատ սիրուն են նվագում, ու էլի ինձ շատ հաճելի է լսել կլարնետ, բայց շատ սիրուն նվագված, այսինքն են ցածր ինքը ոնց որ սա գործիքներից դուրս գործիք լինի, ոնց որ 10 շինարար ծարքում են շենքը, բայց դասականի համար է, չէ՞, մի հոգի նստած ասում ախպեր պատուհանները դրեք այն կոմը կամ չգիտեմ, էսի արեք, էնի արեք, կլարնետը ոնց որ ավել մարդը լինի։ Բայց ես էլ գիտեմ, որ հենց ի սկզբանե դասականի համար է ստեղծվել։ Կլարնետը եվրոպական գործիք է, դա ասում են Գերմանիայից, բայց ես չէի ասի, որ հենց Գերմանիայից, որովհետև դժվար է այդ ասելը։ Լավ, եվրոպական գործիք է։ Կլարնետը դասական երաժշտության մեջ, ջազ երաժշտության մեջ, ռոք երաժշտության մեջ, այնտեղ ռոքի մեջ չեմ լսել։ Այսինքն իհարկե բոլոր երաժշտության մեջ բոլոր գործիքները կարելի է օգտագործել, բայց քո պարագայում Լևոն ջան, երևի այդ մանկուց եկած այդ դիսկերը, որ ասում ես, բա ուրիշ տպավորություններ ա եղել, չէ, իհարկե, ասենք մեր հայկական հարսանիքներին, հա, կամ առիթներին դասական կլարնետով չի լինի, այսինքն պետքա մարդիկ պարեն եւ բնականաբար նորմալ է նվագել, կարող է կեսել, չես տեսում ինչ են նվագում։ Խարազի դիսկերի հետ է։ Բայց Սուսաննայի ասած, որ ինքն էլ ասեց, կապ չունի ինչ ես նվագում, հարսանիք ես նվագում, թե բեում ես նվագում, եթե նվագում ես լավ որակով, դա կարևոր։ Այսինքն բոլոր ոճերի մեջ կա լավ եւ վատ։ Դե համաձայն եմ, որ լավ ու վատ կա, բայց կլարնետի ձենը ինձ թվում այդ իմ համար է, մնացածի համար չեմ կարող ասել։ Դու զուռնան էլ չէիր սիրում։ Հա զուռնանը չեմ սիրում, բայց քիչ խոսան կլարնետ էլ կսիրի Լևոնը։ Չէ, զուռնան սկսել եմ սիրել, այսինքն շփվելուց ու տարբեր բաներ լսելուց հետո, բայց կլարնետը ինչքան էլ փորձում եմ դասականը լսեմ, մեկը ոնց բացատրեմ, ոնց որ ընկերներով ինչ որ տեղ գնաք, ճամփին մեկը հայտնվի ու ասի տեղ չենք գնում, ոնց որ լսում ես քո համար կլարնետը սկսում է նվագել ու ասում ես լավ դնեմ ուրիշ բան։ Իմ շրջապատում ես եմ այդ մարդը, որտեղ ենք գնում, ասում եմ չենք գնում, չէ, ճանապարհին մի ասում եմ կլարնետ։ Ու այդ բանը պետք է զանգենք Լևոնին, չէ՞։ Չէ, չեմ իրոք կլարնետը չեմ կամ լսել։ Դա նորմալ է, կարա լինի Լևոն ջան, այդ նույն քո զգացողությունը կարող է ինչ-որ մեկի մոտ, ասենք լինի, չգիտեմ, սաքսոֆոն գործիքի հանդեպ։ Ինչ-որ մեկի մոտ լինի, ահա, խնդրեմ, ինչ-որ մեկի մոտ լինի, չգիտեմ, ուրիշ, ասենք, դաշնամուրի կամ Ես վերջում Բեյրութի մի վարպետի եմ բացահայտել, անունը չեմ հիշում։ Ինչ գործիք նվագում։ Սաքսոֆոն։ Հա։ Իբրահիմ Մալուֆի հետ էր կարծեմ էլի նվագում։ Այն բուլղարական ոճով տենց, հա, երևի է։ Հա, շատ սիրուն էր, ես սիրում եմ։ Հենց էլ ուղարկել ես չեմ ասում քեշ գործեր, բայց մի քիչ նվագածն եմ սիրում եւ Բալկանը։ Հա, հետաքրքիր, հա։ Այդ որ լսում ես, պատկերացնում ես ինչ որ ցիգան երեխեք են ամուսնանում իրար այդ տենց 8-9 տարեկան։ Ես Instagram-ի բոլոր վիդեոները այդ ցիգան երեխեքի ամուսնության բոլորը նայում եմ։ Աբար լավա թող ամուսնանան, երեխեք ունենան շատ։ Ցիգան երեխեքը ամուսնանում են, իմ ռիլերում ցիգան երեխեքի դեմ են։ Լավ, մի հատ հարց եմ ուզում տամ, Հարութ ջան։ Ես գիտեմ, որ ձեր ընտանիքում դուք զբաղվում եք դուդուկի պատրաստմամբ, չէ՞։ Ոչ միայն դուդուկի, այո։ Հա, փողային գործիքների պատրաստմամբ ես կխնդրեմ մանրամասնես։ Ես գիտեմ, որ քո պապան է պատրաստում, ինչ փայտից եք պատրաստում, հեշտ չի, վաճառքի կա, հասանելի է այստեղ Եվրոպայում, շատ կուզենամ, որ մանրամասնես։ Սկսեմ ստեղից, որ տարիներ առաջ միշտ միտքը կար, որ հայրս պատրաստ էր գործիքներ։ Ու հենց հայկական մեր ազգային գործիքները դուդուկ, զուռնա, պակուշովի իրենց մասին է խոսքը եւ հասկացա որ հայրիկս էլ ինքը անտարբեր չի եւ ինքը շատ երաժշտասեր անձնավորություն է եւ ձգում էր իրան այդ ամեն ինչը եւ մենք հասկացանք որ կարող ենք շոն մի բան անել, սկսեցինք եւ այդ բրենդի անունը Չքոլյան Edition-ը, այնտեղ կան դուդուկներ, պկուներ, զուռնաներ, շվի, թավ շվի, բլուլ եւ այո, վաճառքի կան, իմ աշակերտներին տարբեր երկրներից ուղարկում եմ, նաեւ Հայաստանում, այո, փորձում ենք այնպես անել, որ երաժիշտները ունենան լավ գործիքներ, որակյալ եւ պրոֆեսիոնալ գործիքներ։ Իսկ ինչ որտեղ ներկայացված է, թե պետքա հատուկ կոնկրետ երաժշտի համար ուրիշ ձև արվի։
ինչ որտեղ ներկայացվել ասելով կա վեբսայթ, որը որ հիմա ընթացքի մեջ է, այդ վեբսայթում կա գործիքների մասին, եւ կա Instagram-յան, Facebook-յան էջ, այդպես Հասկացա։ Իսկ ինչ փայտից է պատրաստվում։ Ծիրանի փայտից։ Փորձում ենք նաեւ տարբեր փայտերից, նաեւ ոչ փայտերից։ Չէ, դուդուկը նկատի չունեմ, մնացած այլ գործիքները։ Չէ, բոլորին է վերաբերվում։ Հա, բոլորին։ Բայց ամենալավը ծիրանի փայտն է։ Այդ փորձված է։ Էնդեմիկ երաշտական գործիք։ Օրգանիկ, հա, օրգանիկ։ Չէ, հենց այստեղ պատրաստված, այստեղից բույսը աճում է այստեղ, կտրում են այստեղից, սարքում են այստեղից, նվագում են այստեղ։ Իհարկե այնտեղ շատ նրբություններ կա, այսինքն փայտի այդ ընտրելու պահը, ինչ փայտ պետքա ճիշտ փայտ ընտրես, որ ինքը ցանկալի է, որ 7-ից ավել տարվա հնություն ունենա, բացի այդ արդեն վերջում գործիքի լարվածքը պետքա ճիշտ լինի, այսինքն շատ նրբություններ կա։ Թվում է թե հեշտ է, բայց իրոք ինքը բարդ գործ է եւ շատ պատասխանատու գործ է։ Այո, չգիտեի, որ զուռնան պկունելի ծիրանից։ Ես էլ չգիտեի։ Ահա։ Այո, զուռնանել, բլունել, պկունել։ Ես հիշում եմ, որ դու այս վերջում այդ հենց համերգի հայտնի համերգի ժամանակ նվիրեցիր, չէ՞, Դիրիժորին։ Հա, Կիրիլ Կարաբիցին իրան նվիրեցի, հայրիկիս պատրաստած գործիքը։ Եվ ինքը միշտ զանգում է, մենք on-line պարապում ենք միասին։ Հա։ Հա։ Տվետորն էլ ցաճելի էր, անակնկալ էր հանդիսատեսի համար, ոչ մեկ չէր սպասում, որ Դիրիժորը նվագելու է դուդուկ, անակնկալ։ Միացավ մեզ, հա, մենք տենց նվագեցինք։ Վերջում Լևոնը չի տեսել երևի։ Չէ, ինձ թվում է։ Հա, բայց հետաքրքիր ստացվեց։ Շատ սիրուն էր ամեն ինչ։ Այո, օրինակ ես որոշել եմ գիտար նվագել սովորեմ, Զարայելը չգիտի, բայց Զարային եմ ասել, էլի որ իր մոտ գնալու եմ գիտար նվագել սովորեմ։ Իսկ երբ որ ուզում եմ, չգիտեմ, ենթադրենք դուդուկ նվագել սովորեմ։ Ոնց եմ քեզ գտնում, ինչ եմ զանգում ես ինձ, կամ ինչ պայման կա, որ ասես, չէ, դու կարաս դուդուկ նվագես կամ չէ, քեզնից բան դուրս չի գա։ Ինչ պայման ասեմ։ Այս փոթեշերը դուացա։ Չէ, դա հետաքրքիր է, օրինակ տարիք կա, չկա, օրինակ գիտարին թե ուղղակի հավեսի համար պիտի նվագեմ, էլի, նես չի ինչ որ բան է, բայց տարիք չկա, ասեմ ինչի։ Իմ ամենամեծ տարիքով աշակերտը եղել է 84 տարեկան։ Գերմանացի։ Այսինքն ստեղից հետևություն, որ ընդհանրապես Բայց հավեսի համար է սովորես, բայց եթե ես ուզում եմ սովորեմ, հա, սովորեմ ու ինչ որ մի օր դառնամ։ Եթե պրոֆեսիոնալ, ուրեմն ավելի ցանկալի է վաղ տարիքից լեվը։ Ժամանակ չկորցնես։ Հա, այսօր եթե մենք կորցրել ենք արդեն ժամանակ։ Եթե ուզում եք դուք նվագել, սովորեք, ձեր երեխաներին տարեք, ձեր համար արդեն ուշ է։ Բայց կատակը մի կողմ կարամ սենց ասեմ, որ 11-12-ից մոտավոր, որտեղ օրենք 6-7 լինում է, որ երախոն բերում են դուդուկը, դե 6-7-ը մի քիչ շուտ է դուդուկի համար։ Կարող տանեն շվի, այսինքն փչելու առումով շվին ավելի հեշտ է, հա, դուդուկը բարդ է։ Շվից սկսեն, օրինակ ես 6 տարեկանից իմ առաջի գործիքը եղել է շվի։ Ես 6 տարեկանից նվագել եմ շվի, հետո 11 տարեկանից կլարնետ, Չայկովսկու դպրոցում 12-ից դուդուկ, ու հետո զուռնա, պկու, բլուլ ու այդպես։ Իսկ երեխա ժամանակ բոլորս շվի են կոպիից ունեցել ենք, ցիրկի մոտ որ ծախում էին, չեմ հիշում։ Դերին գույնի չես, ես վատ դերին գույնի ղրիկներից էին ծախում sense ֆրսնելու ու շվի։ Շատ փափուկ բաներ էր sense Իրանում, ինքը իջնում էր ներքև։ Մանումենտում։ Արդյոք եթե մարդ ուզում է սովորի դուդուկ, կարա քեզ թե ուզում եմ հասկանամ ինչ որ լիմիտ կա, որ դրանից ավել վсё, այլ չեն կարա քեզ դիմեն։ Լիմիտ, այսինքն ինչի լիմիտը։ Օրինակի համար, եթե չգիտեմ, 10 երեխա արդեն ունես պարապող, հա, չէ, դե զբաղվածությունը շատ է, բայց հարմարացնում ենք։ Դե ամեն դեպքում պետք է էլի։ Արուտի մոտ իսումա հյուրախաղերն են շատ։ Հա, այդ հյուրախաղը արդեն լինում է որ բացակայում եմ, բայց երբ որ Հայաստանում եմ լինում, ասենք, փորձում եմ այդ օգտագործենք այդ ժամանակը ստեղի ունեցած, որ լինում եմ այստեղ, օգտագործենք ուսանողներին, աշակերտներին, օֆլայն դասեր, չէ՞, ոչ թե օնլայն։ Ստեղ տեղում։ Հա, ստեղ դե ստեղ թե կոնսերվատորիայի ուսանողների հետ, թե մասնավոր աշակերտների հետ, որ ստեղ պարապում եմ, իհարկե օնլայն չի։ Կոնսերվատորիայում մենք անում ենք մեր դասերը, բայց եթե դրսից է լինում, եթե երկը չեն կարողանում գալ, ստեղ ցանկալի է որ գան, բայց եթե չեն կարողանում գալ, ուրեմն օնլայն։ Ճիշտ ասած, մի հատ թեմայից դուրս հարց ունենք, մեր վերջին երկու հյուրերին հարցրել ենք, ու կուզենանք քեզ էլ հարցը տանք,
քանի որ դու նվագել ես տարբեր խմբերի, նվագախմբերի, ինչու ոչ նաև ծիսակարգերի, կխնդրեմ ներկայացնես հայկական մի քանի գործեր, ստեղծագործություններ, որոնք հենց առանձնանում են որպես հարսանեկան, քանի որ մենք մի քանի էպիզոդ խոսել ենք հայկական հարսանեկան ծիսակարգերի մասին, կարող ես մի փոքր ներկայացնել ինչ են նվագում հիմա հարսանիքներին դուդուկահարները։ Դե կարող եմ ասել ոչ միայն դուդուկ գործիքով, նաև զուռնագործիքը, որը որ իր ձայնը ավելի տրամադրում է հարսանիքների ժամանակ, հիմնականում կատարելով Սահարի ստեղծագործությունը, որը որ չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց ասում էին դա հարսանիքի սկիզբն է, այսինքն Սահարին որ նվագում են զուռնայով, այն ժամանակներում ինչ որ մի գյուղում, որ լինում էր հարսանիք, այսինքն բոլորին ուշադրության էին ուզում հրավիրել, որ հարսանիք է այսօր լինելու, ոնց պատրաստվեք, բոլորը այդ հարսանիքին եւ բոլորը հավաքվելով, մարդիկ ժողովուրդը հավաքվելով դառնում էին միասնականություն եւ այդ հարսանիքը այդ տոնը միասին նշում էին։ Շնորհակալ ենք։ Ամենավերջում ուզում եմ ասել քո ամենասիրած ստեղծագործությունը, որը որ երբ քեզ քնից հանեն ասեն մի բան նվագի կնվագես, այդ որն է։ Հովերն ընկան։ Մերսի քեզ շատ, որ քո ժամանակից ահագին ժամանակ մեզ տրամադրեցիր, որովհետեւ զբաղվածությունից շատ մեծ է։ Մենք հələ ինչ որ մի օր էլի իրար հետ կհանդիպենք, այդ ժամանակ քեզ կստիպենք, որ դուդուկով ու պկույով գաս։ Զուռնայով։ Մեր համար նվագես, մեր ստուդիայի հարևաններն եկել են, քեզ շատ կուրախանան։ Մերսի շատ։ Եվ չեմ բողոքի։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրվում են դուդուկով, զուռնայով եւ ցանկություն ունեն ձեռք բերելու, ինչու ոչ նաեւ սովորելու, կարող են դիմել Instagram-յան, Facebook-յան էջերին, Չքոլյան Edition-ի, ինչպես նաեւ հետեւել Հարութի էջին։ Մեր էջին հետևեք։ Մեր էջին, այո։ Կոմենտներում հղումները պարտադիր կդնենք համ Facebook-ի, համ Instagram-ի, որտեղ համոզված եմ, որ լիքը մարդ կհետաքրքրվի ու կուզենա ձեռք բերել։ Սիրով։ Այս ոդքասթում այսքան է։ Մերսի։ Հաջողություն։ Ցայսուն։